ասենք այդ ոչ գիտես ինչ վախենալ բան ասենք այդ ոչ տալն է մեր վախը բռնած է իշի այդ հեմի նոր պետք է վախենանք դες կամ բանից հետո էլ որ պետք է վախենանք էլ ինչ ենք ստեղ ապրում թողնենք ստեղից երստանք ինչի մասը որ իրա կարծիքը հայտնում է դրանից կարելի է վախենալ Դե նկատի ունեմ, որ այնպիսի երկրում ենք ըստ էության ապրում։ Ուրեմն ես նմանատիպ բաներից ընդհանրապես չեմ ապրում, ինչ երկիր ուզում է լինի, ես հանգստակի որևիցե մի տեղ ելնեմ, էլի ես իմ խոսքս կասեմ։ Հասկացար։ Ես իմ խոսքը օրինակ լսի, կա տեսակ, մարդկանց մեջ կա տեսակ, որ իրանք ազատատեն չեն։ Ու իրանք չեն կարող իրանք խոսքը չասեն, իրանք կարծիքը չասեն։ Նմանատիպ մարդկանց դեսպալեզներ, որ իրանք իրանք խոսքը չասեն։ Ինչ պրես ուզում է լինի, ինչ ռեժիմ ուզում է լինի, այդ տեսակը անպայման ինքը իր գիտեցածը ճշմարտությունը կասի։ Դրանց տեսակի մեջ ես եմ, այդ տեսակի մեջ ես կամ։ Այդքան դա։ Պարոն Ղուկասյան, ձեզ նաև իշխանության Հետո էլ ինչքան նմանատիպ բան անեն, իրանք կվարկաբեկվեն, իրանք կդառնան, ես չգիտեմ ինչ։ Ես գիտեմ, որ իրանք պետք է դիմաց ընտրությունների մասնակցեն։ Նմանատիպ ձևով եթե պետք է մասնակցեն ընտրություններին, ուրեմն ավելի չմասնակցեն։ Պարոն Ղուկասյան ջան, իշխանության ներկայացուցիչները նաև որ ռազմաբազային ներկայացուցիչները աջակցություն հայտնեցին ձեզ փոխքաղաքապետին ձեր գլխավորությամբ այս առումով եւս թիրախավորվեցիք նույն տարածքում ապրում ենք ուրեմն նույն տարածքում ապրում ենք նույն քաղաքում ապրում ենք նույն քաղաքում ուրեմն նմանատիպ ասենք եթե արավից կլինում ուրեմն ոնց կարող է մեկը մյուսին ձեր չմեկնել չօգնել երկրաշարժի ժամանակ առաջինը ռուսները պագրանիշնիկները այստեղ շենքերի տակից մեր հայերին հանում էին, մենք էլ իրանց էինք հանում։ Այնպես որ դա նույն քաղաքում ապրում են նրանց երեխաները, որ հիմա ծնվում են, գրվում է իսկ ռադիոսով Գյումրի, որ հասցնում են քսե գյումրեցիները։ Մենք աչքերներս բացել ենք ռուսական զինվորին այստեղ տեսել ենք։ Մենք բարի դրատիական հարաբերություններ ենք եկել։ Ինչ որ մենք մեկ էլ Պերմակովից բաներ են ասում, այդ Պերմակովին Արևմտյան ուժերը ռուսների դեմ, թե չէ այդ հարիֆը խաբարը չէր, ռեկագները ասում են, ինչես արես շշմած նայում մարդկանց երեսին։ Հասկացար շշմած։ Այսինքն դա դիտավորալ արեցին, որ կոնֆլիկտ ծածկեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Թե չէ դիք ինչի պիտի մներ, որպես ինչ մներ մարդկանց զուբաներ։ Չէր հասկացե թե ինչ կարող է ուրիշներն արել են, տեղերի տակ դրանք գտել են, վերջում զենքը դրենքով խասել են, ես այդ հարիֆն արեց։ Դա հարիֆ խելար բան, դա համասկանի մի մարդ, մտնի մարդկանց տունը կդրե բան։ Դրա հետևը կանգնած էր լուրջ ուժեր, արևմտյան ուժեր, ես այդպես եմ ասում։ Ամբողջ քաղաքի մեջամասնությունը այդպես մտածում եք դրոջի մասում դες։ Եվ ռեսպուբլիկայի խելացի մարդիկ այդպես են մտածում։ Հարցս կիսատ մնաց պարոն Ղուկասյան ջան, այդ առումով ձեզ որ ռազմաբազան իր աջակցությունը հայտնեց, նորից ՔՊ պատգամավորներից շատերը ՔՊ պատգամավոր դրանց խոսքերը, գիտեք ինչ կա, այդ ՔՊ պատգամավորները այնքան են խայտարակվել, էլ դրանց խոսքերին լսող կան չի։ Դրանց խոսքերը արժի որ մեկնաբանել, թե դրանց պատասխանենք, իրանց ուշքում միտքը ռուսներից հեռանալ, գնալ եվրոպական երկրները, այդ այլասերված վարկու բարկը եւ այդ է, դրանց նպատակը դա է, բոլորն էլ ճանաչում են, հիմա է դրանց հետևից որ ընկնենք, մենք կկործանվենք։ Մենք դրանց չենք ճանաչում եւ մեծամասնությունը հայոց ազգի մտածում է, որ մեր ապական, մեր հետական կապում են Ռուսաստանի հետ բայց ոչ բանը գերի դառնալով մեր ինքնությունը պաշտպանելով հավասարը հավասարի սկզբունքով նմանատիպ ղեկավարներ են պետք հայոց երկրին վախվորի գերի բան պետք չէ նույնը ոչ թե Հայաստանում հասկացար այրուց պատրեն այլ դուրսը կարողանան նրանց մեջ մտնեն կարողանան երկրի շահերը պաշտպանեն Հասկացար, պետության պագոնների տակ, պետության բլաստի տակ, մուգը դառնում է այրուց։ Այնպես իր մարդի առանց պետական բլաստի ինքը իրանով նմանատիպ լինի, որ կարողանա հայոց շահերը պաշտպանի, մեծ նմանատիպ ղեկավարությունը։ Եվ վերջին հարցը պարոն Ղուկասյան ջան, հաշվի առնելով, որ դուք մշտապես աչքի եք ընկել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաև աստվածավախ մարդ, այն ինչ որ կատարվում այսօր եկեղեցու շուրջ ինչ անուն կտաք։ Եկեղեցու շուրջ ինչ որ կատարվում է, ես ձեզ ասեմ, ես միանշանակ դեմ եմ, որ հայոց հոգևորականությունը պետք է ուրեմն ամուսնացած լինի, լինի։ Միանշանակ դրան դեմ եմ, որովհետև մեր հայրապետները դրա վերաբերյալ ասել են,
թե ինչ ձևով պիտի լինի եպիսկոպոսը եւ կուսակրոնությունը ոնց պիտի լինի։ Միանշանակ նրանք կողմնակից են, բայց ուրեմն իսկ ով է հիմա ուզում որ եկեղեցին մակրվի տրանսգենդերները, այսինքն այլասերվածները, որ Աստծո համար առաջի թշնամին համարվում են նրանք, որոնք այսօր այլասերվածությունը բերել են Հայաստան, դրանք կարող են սրբությունից խոսել։ Սրբությունից կարող է խոսալ Գրիգոր Լուսավորիչը, Մճվանա Հակոբ Հայրաբեդը, Նեցե Շնորհալին Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարտևը, նրանք կարող են գալ եւ կարկալույս անեն այսօրվա հոգեվորականներին, որի կողմնակից են։ Նմանատիպ հոգեվորական, նմանատիպ մարդ է պետք։ Երբ որ կնոջը բռնել էին անբարոյականության վրա, այն ժամանակ քարկոծում էին։ Երբ որ այդ ժամանակ Հիսուս Քրիստոսն եկավ, տեսավ որ պիտի քարկոծեն, ասեց թող ձեզանից քարը նետի նա, որը մաքուր է։ Բոլորը քարը գցեցին գետին եւ թողեցին հեռացան։ Հիմա այլասերվածները կարող են եկեղեցու համար բան խոսել, այլասերվածները։ Ես կարծում եմ դրանց գիրքը գրված, դա միայն այլասերվածը կարող է բան գրի։ Այդ ինչ է։ Դպրոցերում երեխեքի սրբապիրտ է, երբ սրբությունից է խոսում, այ գրված է կատարում աշխարհի վերջին օրին։ Միանշանակ նմանատիպ մարդկանց թեմեն, որ եկեղեցուն բան ասեն, բայց կողմնակից են, որ մաքրվի հայոց եկեղեցին։ Բայց ոչ այսպես աշխարհով ցույց տալով, այլ ներքին կարգով, կանչեն զգացածնեն։ Այո, մեզ պետք է ոչ թե 100 եպիսկոպոս, մեզ պետք է 10 կամ 3-ը, որոնց աղոթքը բարձրանա առ Աստված։ Այո, եւ եկեղեցին պետք է մաքրվի։ Միանշանակ կողմնակից եմ դրան, բայց պետք է խոսի այն մեկը, որը այդպիսի մաքրություն ունի, որը Աստծո մոտ տեղ ունի։ Ես քահանայի մորուկը խուզեցի տարա Լենինականի ժամանակ։ Եվ դրանից հետո 20 օր հետո ես խփվեցի, որովհետև ու մի հատ բան լսեցի, որ ասեցի դու իրավունք չունեիր դա անելու։ Ու ես զգում էի, որ իրոք ես հետո դրանից հետո զգացի, որ ես իրավունք չունեի, որովհետև ես Հակոբ Հայրաբեդը չեմ մտցնա, որովհետև ես էլ եմ մեղավոր եւ ինչպես մնացածները։ Այսինքն հիմա ամբողջ աշխարհում որ երկրի ղեկավար երել եկեղեցուն քարկոծում է։ Կաթոլիկ եկեղեցին կարելի է համեմատել հայոց եկեղեցու հետ։ Ոչ էլ ռուս եկեղեցին հայոց եկեղեցու հետ։ Հայոց եկեղեցին աշխարհի ամենաբարձրն է, թեկուզ մեր սխալներով, մեր ամեն ինչով։ Բայց ոչ թե ամբողջ աշխարհով ելել խայտարակել, սա ոչ թե ուզում են մաքրել եկեղեցին, սրանով ուզում են քանդել եկեղեցին։ Այդ սա է բադարցիքը։ Դրա համար ինչպես մարդկանց է մեկ խոսեցրեք։ Շատ շնորհակալ եմ։ Ձայնագրում ես իմ խոսածներս։ Որովհետև դու չես կարող փոխել բան, իմ խոսքերս ինչ որ ասում եմ։ Երբ եմ փոխել, պարոն Ղուկասյան ջան, մի ժամից կուղարկեմ ձեզ։